մարդու բառային նշանակությունները շատ սահմանափակ են, բայց մենք պետք է ճիշտ հասկանանք բառի նշանակությունը, որպեսզի ճիշտ հասկանանք, թե ինչ բնույթ ունի Աստված, ով է Աստված։ Եվ ահա, հիշենք, որ աշխարհաբարը առաջացավ հիմնականում 17-րդ դարից հետո, սկսեց զարգանալ, այսինքն թե գրաբարից մարդիկ խորթանում էին։ Եվ մանավանդ սովետական տարիներին արդեն դրանից առաջ Խաչատուր Աբովյան, հետո արդեն ստեղծվեց հզոր գրականություն եւ ամեն ինչ աշխարհաբարով։ Սակայն ցավոք սրտի աշխարհաբարը դա աշխարհիկ մարդկանց զարգացրած լեզուն է եւ բոլոր լեզուներում դա կա։ Եվ ճշգրտորեն չթարգմանվեց այն ինչ որ նշանակում էր գրաբարում։ Ես բազմիցս սա ասել եմ եւ նորից կրկնում եմ, որովհետեւ սա է հիմքը մեր պատկերացումը ձևավորող այս բառերը հասկանալը։ Գրաբարում մենք ունենք, որ մարդը կազմված է մարմնից, նյութական մարմին է սա, 4 էլեմենտներից կազմված, ոգուց, ոգին գտնվում է այստեղ, մարդու մեջ, եւ դա փոփոխելի է, ազդվում է մարմնի, ինչպես թե դրվածքից մարմնի գործողությունները ազդում են քո հոգու վրա, ոգու վրա։ Տես աշխարհաբարը դա ասում է հոգի, բայց ոգին չէ։ Ոգին դա անմահ է եւ գտնվում է մարդու մեջ, մարդու կերպարը ունի, բայց հրից լույսից է սարքված։ Կանդրադառնանք դրան հետո։ Իսկ ինչ է հոգին։ Ուրեմն մարդը կազմված է մարմնից, ոգուց եւ հոգուց։ Հոգին դա Աստված է։ Հոգին այդ բոլոր լեզուներում կա, չէ, flesh, body, soul and spirit. Դուշա, տելը, դուշա ի դուխ։ Հայերենում ինչպես տեսնում եք դա չկա։ Հայերենը համարժեքն է մարմինը, ոգին եւ հոգին։ Մեր հոգին փաստորեն ինչպես ստացվեց, որ մենք ունենք նաև հոգի, հենց այդպես։ Երբ որ Աստված ստեղծեց Ադամին, նա փչեց Ադամի մեջ իր հոգին, իր նմանությամբ։ Դա երրորդությունն էր, եւ Ադամը նման էր Քրիստոսին, Քրիստոսը այնտեղ էր, երկնքում էր։ Բայց նրա հայտնությունը հետաձգվեց մինչև նոր դարերը, ինչու կասենք հիմա, շատ լավ բացատրում է դա Սուրբ Եզնիկը, շատ հրաշալի բացատրում է, որովհետև Քրիստոս պետք է ստանար թագավորությունը ամբողջական մարդկության թագավորությունը եւ նրան պետք էր ժամանակ, որպեսզի ազատ կամքով ապրող մարդուն ինքը հասկանար։ Քննեց ինքը 3000-4000 ինչքան աստվածաբանները ասում են ամբողջ մարդկության պատմությունը 6000 տարի է եւ այդքան պետք է լինի։ Ուրեմն այս ընթացքում Քրիստոս Աստված քննում էր մարդուն, Աստվածաշնչով խոսում էր մարգարեներով եւ այլ նախապատրաստում էր իր հայտնությանը։ Բայց մենք ունենք իր հոգին, որը անհնազանդության հետ կորցրեցինք։ Այսինքն տկա հոգին, այսինքն լոգոսը մեր մտածողության միջոցով աստվածային էություն ըմբռնելու կարողությունը, դա էլ հոգի է, բայց արդեն աղճատված եւ ինչպես է պախտորված։ Եվ մկրտությամբ մենք վերականգնում ենք անեղծ հոգին, որը ստացանք մկրտության պահին եւ որը համարժեք է այն պահին, երբ Ադամը ստեղծվեց եւ Եվան ստեղծվեց եւ Աստված իր հոգին փչեց նրանց մեջ։ Գրված է շունչը, բայց դա Աստծո համար Աստված անմարմին էր եւ դա նաեւ կոչվում էր հոգի։ Հիմա ինչ է ստացվում, որ մենք կազմված ենք մարմնից, մարմնին կցված ոգուց եւ հոգին, որը երկնային երևույթ է, այն մենք ստանում ենք մկրտությամբ եւ այն կարող ենք միայն պահել, երբ որ
հնազանդում ենք Աստծո 10 պատվիրաններին եւ հավատում ենք Քրիստոսին։ Իսկ ինչ եղավ Քրիստոս օծված, դա ինչ է։ Հենց դա արդեն այն շնորհքն է Քրիստոս, որը ապրել է մեր մեջ, մեր կատարելատիպն է, մեր ընկած վիճակի կատարելատիպն է, որը ապրում է մեր մեջ, Քրիստոս մեր մեջ է, ինչպես եւ Տերը ասեց, արքայությունը ձեր մեջ է։ Եվ առանց Քրիստոսի չկա փրկություն, ինչու՞, որտեղ մարդը ունի ազատ կամք։ Ադամը իր ազատ կամքը գործադրեց Եվայի միջոցով եւ անկավ շնորհքից։ Հիմա ենթարկվելով մենք Քրիստոսի հավատքով, Քրիստոսին պատվիրաններին ենթարկվելով, մենք միանում ենք նորից Աստծուն, կատարվում է հակառակ process-ը, նորից մենք փաստորեն վերաստեղծվում ենք Քրիստոս, եւ Քրիստոս այն հոգին է, որ բնակվում է մեր մեջ։ Այսինքն, ինչ է ստացվում։ Քրիստոս մենք ենք։ Մեր միությունը Քրիստոսի հետ մեզ դարձնում է Քրիստոսի մասը։ Եվ այդ սերը անխզելի է։ Եվ Քրիստոս զոհաբերվեց այդ սերը ցուցադրելով մեզ, որովհետև այն աղբը, որ հավաքված էր մեր մեղքերի շնորհիվ, եւ դա հոգևոր թակավորությունը մեղքը նույնպես, նա ավիրեց դա։ Եվ ահա Եվ իհարկե արդարությունը այն է, որ նորից եւ կրկին մարդը ստեղծված է ազատ կամքով, նա ծրագրված մրջուն չէ։ Եվ եթե մարդը չի ուզում Աստծուն, Աստված հեռանում է, եւ դժոխքը այն է, երբ մարդը չկա։ Ներողություն, երբ Աստված չկա։ Նույն կերպ եւ հրեշտակների համար իրենք հերքեցին Աստվածային իրենց ցակումը, Աստված իրենցից հեռացավ եւ այն թակավորությունը, որը կար զուգահեռ եւ շատ ցածրադաս, եղավ այն թակավորությունը, որտեղ հակառակն է արքայության, որտեղ Աստված չկա։ Իսկ ինչ կա այնտեղ։ Կա այն ինչ որ դուք պաշտում եք, ձեր փողի մարմաճը, սեքսի մարմաճը, ուտելու մարմաճը, սակայն ցավոք սրտի այդ ամենը ծրագրված էր Աստծուց հատուկ նպատակների համար եւ քանի որ Աստծո ծրագիրը այլևս չկա դժոխքում, այդ ամեն ինչը վերածվում է տարապանքի, այսինքն քաղցած ես չես կարող ուտել, սեքսուալ ես չես կարող օգտագործել քո մարմինը Եվ այլն, այս չենք խորանում դրա մեջ դժոխքային տեղը, որտեղ Աստված չկա։ Սա է ամբողջ հարցը։ Եվ հիմա ինչու է Աստված ուզում անպայման, որ մենք հնազանդենք իրեն։ Սատանայի տեսակետը դա է։ Ես ունեմ իմ կամքը, ով է Աստված, որ ես իրեն հնազանդեմ։ Աստված քո հոգին է։ Չես հնազանդում, դու հոգուց զրկվում ես։ Ուրեմն եղիր մարմին եւ ոգի առանց հոգու, եւ հոգին է իմաստը եւ հավիտենությունը հավիտենական երջանկությունը երկնքում պայմանավորված է նրանով որ դու մոտ ես տեսանելի դու տեսնում ես Աստված տեսանելի է քեզ դժոխքում Աստված տեսանելի չէ իսկ աշխարհային մարդը մեկ անգամ ինձ հարցրեց ինչ եք անում երկնքում ասում եմ հայեցողությամբ ենք զբաղված հիանում ենք իրարով հիանում ենք այն աշխարհով որ այնտեղ կա եւ այս երկրային աշխարհը ստվեր է համեմատած երկնքի աշխարհի հետ եւ ամեն ինչի մեջ Աստված կա հիանում ենք նաեւ Աստծով նայած որ աստիճանի վրա ենք ավելի բարձրորեն տեսնելու Աստծուն եւ եթե դու մեղքի մեջ ես դու ինչպես նարեկացին ասում մոմի պես հալչում ես չես կարող տեսնել Աստծուն որտեղ հոգի չունես այսինքն դե Քրիստոսի հոգին պետք է լինի մեր մեջ որովհետեւ մենք կարողանանք տեսնել Աստծուն եւ դա հիմնականում կատարվում է մահվան միջոցով մահվան պահին ստանում ես այդ շնորհքը կոչվում է grace որից հետո դու չես մեռնում դու չես լսում որ մահացած ես ավելի մեծ դու արդեն Աստծո մեջ ես Դրա համար էլ ասում է Տերը, չէ որ գրված է, որ դուք կարող եք եւ աստվածներ լինել, որ դուք աստվածներ եք եւ սարսափելի է ասել դա, ասում է Սուրբ Նարեկը։ Եվ հասցեներս Աստված մեծ խնդիր չէ լուծելու։
բանականությամբ տեսեք ես բացատրեցի ինչ է Աստված։ Աստված քո հոգին է։ Եվ ինչ է կրոնը այդ դեպքում։ Կրոնը դա թեզերի միավորում է մարդկանց ենթադրություններին, իսլամը, այդ կռապաշները, դրանք բոլորը ենթադրություններ են, ցդաբանություններ են, ներշնչումներ են, որ գալիս են սատանայից եւ սատանան մեծ ազդեցություն է ընկած մարդու վրա։ Սակայն քրիստոնեությունը բաժանվում է մարդկային խղճի, որը առանց Քրիստոսի նմանալու քո մարդկային խղճի մեջ դրված է օրենքը աստվածային, որն է ճիշտ եւ որն է սխալ։ Առանց Քրիստոսի նմանալու, երբ որ դու կատարում ես մեղք, քո խղճը քեզ տանջում է։ Հասկացաք ինչպես է։ Այսինքն մենք բնականորեն աստվածային ենք, բայց ահա այնտեղ կան կրոններ, որ քո խղճը սպանեն, ինչպես իսլամը, եւ դու դառնաս մարդասպան եւ ասես դա Աստծո համար է։ Եվ ահա Քրիստոս հայտնվեց ամեն ինչ իր տեղը բերելու, մարդուն դարձնելու իր կատարելատիպը, այնպես ինչպես ստեղծված էր դրախտում եւ դրանից ավել, որովհետեւ հիմա մենք արդեն երես տեսանք Քրիստոսին որպես մարդ, այսինքն նա կիսեց մեր ընկած վիճակը, որպեսզի մենք կիսենք իր փառքը։ Ասիրելներս, բայց Քրիստոսի ճանաչողությունը ունի այսպես դատողական եւ բանական կողմը, ինչպես ես ներկայացրի, եւ նաեւ պաշտամունքի կողմը, որովհետեւ Աստված սիրում է քեզ եւ դու քո սերը արտահայտում ես, երբ որ իրեն պաշտում ես։ Այսինքն դու հասկանում ես, որ նա է քո սկիզբը եւ դու նրա մեջ ես եւ նա է քո վերջը։ Եվ այն պաշտամունքը, որ ինքը պահանջում է, ինքը ասել է, վերջին ընթրիքին ինքը ասեց. «Ահա երեխայի պես բացիր բերանդ»։ Եվ ահա ես տալիս եմ իմ շնորհքը Սուրբ Պետրոս, դու էլ քո մյուս առաքյալներին, եւ իմ մարմինը ձեզ սնունդ է, իմ մարմինը եւ արյունը։ Երեխայի պես բացեք ձեր բերանները եւ օծված ձեռքը թող ձեզ սնի իմ մարմնով եւ իմ արյամբ։ Դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Աստված մեզ սնում է իրենով։ Սադիզմ է, մեր պատկերացումով դա սադիզմ է, բայց դա ամեն ինչի սկիզբը եւ վերջն է։ Այդ շունչը, որ Աստված Եդեմում դրախտում տվեց մարդուն, հիմա մկրտությամբ եւ սուրբ հաղորդությամբ կրկնվում է դա։ Երևի թե դրախտում էլ դա հեշտ չէր կավի վրա դնել իր հոգին այնտեղ է եւ այն արդեն իր մասն է։ Հիմա էլ որովհետեւ մարմին եւ հոգի է եւ արյուն է մարդացած Քրիստոսը իր մարմինը դրեց մեր մեջ եւ մենք իր մեջ ենք։ Օրգանական միասնություն է սա, հոգեվոր, ինչ որ ներկայացրի բանականությամբ եւ պաշտամունքով, եւ ով հավատում է սրան, ով սոսկում է այս սարսափելի խորհուրդներից երկնային, երանի նրան։